Սառնաշունչ ապրիլ, ապրիլի 24 Մարդաշատ էր Նինոց Մինդայի Սուրբ Սարգիսի եկեղեցին։ Հավաքվել էր քաղաքի ողջ բնակչությունը, ղեկավարությունը, հանձինս ավագանու նախագահ Վահան Արոյանի ու քաղաքապետ Անի Վարդմոսոյանի։ Հավաքվել էին աղոթք մրմնջալու ու հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին 1.5 միլիոն սրբադասված անմեղ զոհերի հիշատակին։ Ուրեմն արդեն 10 տարի է մեր նահատակված հայորդիները համարվում են մեր հայ-առաքելական եկեղեցու սրբեր, արդեն բարեխոսական աղոթք պիտի կարդանք, որտեղ նրանք դասվեցին սրբերի դասին եւ որից հետո քայլենք դեպի հուշաքար եւ մեր խոնարհումը կբերենք։ 111-րդ տարելիցն է, չնայած նրան, որ այսքան ջանքեր են գործադրվում եւ բազմաթիվ երկրներ ընդունել են, ցավոք սրտի այսօր կարծես այդ ամեն ինչը քիչ-քիչ հետ են տանում։ Իսկ մեր ժողովուրդը երբեք պիտի իմ կարծիքով հետ չկանգնի, հավատա իր անելիքին եւ հստակ ծրագրերով, թե ինչ ենք մենք ցանկանում։ Սա շատ կարեւոր է մեզ համար, ինչ ենք ցանկանում անենք։ Ուզում ենք, որ Թուրքիան ընդունի, բայց քիչ-քիչ հետ են քաշվում ու բազմաթիվ հարցեր չեմ ուզում այսօր քաղաքական ինչ-որ բանով, բայց այսօր 111-րդ տարելիցն է, ցավոք սրտի երբեմն այսպես հիասթափություններ ենք նկատում, որ պետք չէ, պետք է շարունակենք մեր պայքարը, շարունակենք հասնել նրան, այսինքն ձգտել հասնել նրան, որ ամբողջ աշխարհը ընդունի եւ դատապարտի։ Այո, մի ոչռագործություն է տեղի ունեցել 1915 թվականին, դե գիտենք, որ ապրիլի 24-ը հիշատակվում է, որ մեր մտավորականներին հենց այդ օրը նրանց սպանեցին, մեր հայ ազգի գլուխը ոչնչացրեցին, միտքը ոչնչացրեցին, եւ այսօր մենք այդ հիշատակության օրը լինելով Վրաստանում նշում ենք եւ մեր խոնարհումն ենք բերում եւ մեր բարեխոսությունն ենք խնդրում մեր սուրբ նահատակներից, որպեսզի նմանատիպ երևույթներ չշարունակվեն, տեսանք, որ նույն երևույթները շարունակվեցին եւ Արցախում նույն երևույթները այսօր ճնշումները շարունակվում են եւ Հայաստանում եւ բնականաբար սա միջև չգիտակցեն աշխարհը ու չփորձեն, այսինքն մենք պիտի ձգտենք դրան հասնելու։ Իսկ եթե մենակ ձևական բաներով այսպես փորձենք մեզ խաբել ուղղակի գոչելով, ոչ աշխատանք տանելով կամ ուղղակի ինչ-որ ձևական բնույթի կրող երևույթներ անելով, դա որևէ բանի չենք հասնի եւ պիտի շատ կարեւոր է միասնական լինենք, հասկանանք ուր ենք գնում եւ մեր ձգտումը, մեր աղոթքը առ Աստված, որ ուժ տա, որ միասնական լինենք, կարողանանք հասնել մեր նպատակներին։ Խանգարել ինչի համար։ Գարուն էր։ Չեկած ամառ փուլ եկավ երկնակամար։ Ձյուն մաղեց մեր բաց գլխին, ձյուն մաղեց կրակի պես։ Գարունը ձյուն արել։ Գետերը մեր երերման հոսեցին երակի պես, արունը ջուր դարել, ձորերը շիրին դարձան, վիհերը գերեզմանոց, ջուրը մեր տունն ատարել, ամեն քար լուր մահարձան, ամեն տուն վարման հնոց, բնավեր հավք ենք դարել, ինչքան բար, ողջը մրմունջ, ինչքան երկ ողջը լալով զուլում էր, զուլում լալով, թրի դեմ, սրի, հրի, լոկ մանգաղ, լոկ բահումաչ, տնավեր, բնավեր լաչ, մեր հողը մեր հայրենին
մեր երկիրն ամայացավ, սև հագիր, սև սիրտ մարել, հինավուրց տոհմիկ միազգ չմեռավ, այլ մահացավ, գարունը ձունը արել։ Հայոց ցեղասպանության տարիներին տեղահանության ջարդերի ընթացքում մեծ թվով երեխաներ նահատակվեցին։ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալյաթի հրամաններից մեկում ասված էր. 5 տարեկանից բարձր բոլոր օսմանահպատակ հայերը պետք է դուրս տարվեն քաղաքներից եւ սպանվեն։ Երեխաների մի մասը ողջակիզվեց, մյուսները թունավորվեցին։ Բազմաթիվ կանայք եւ երեխաներ, այդ թվում եւ որբանոցի սաները։ Երեխաների ողջակիզման դեպքեր եղան եւ Դերձորում, որտեղ հավաքվել էին հազարավոր երեխաներ։ Քաղաքը դուրս տանելով նրանց վրա բենզին էին լցրել եւ ողջ այրել։ Այս տարիների ընթացքում արձանագրվեցին նաեւ թուրք բժիշկների կողմից հայ որբերի թունավորման դեպքեր։ Ականատեսները վկայությամբ տարբեր բնակավայրերից ակնում հավաքված մոտ 500 հայ որբեր թունավորվեցին թուրք բժիշկների կողմից։ Մի հայ վերապրողի վկայությամբ Դերձորի ոստիկանապետ Մուստաֆա Սիդկի անուն էլ չեմ ուզում տալ, հրամանով 1916 թվականի հոկտեմբերի 24-ին շուրջ 2000 որբերի ոտքերն ու ձեռքերը կապելով նետեցին Եփրատը։ Նրանցից երկուսը նետվում էին գետը ոստիկանապետի ներկայությամբ եւ ակնհայտ հաճույք է ստանում խեղդվողների տվայտանքներից։ Հայ երեխաներին բնաջնջելու թուրքական կառավարության քաղաքականությունը ավելի ցայտուն դրսևորվեց տեղահանությունից հետո, եւ ցեղասպանության հետևանքով որբացած բազմաթիվ երեխաներ հավաքվեցին։ Այդ երեխաների համար թուրքական կառավարությունը որոշ բնակավայրերում որբանոցներ բացեց։ Թալյատը հրամայեց հավաքել ու պահել միայն այն որբերին, ովքեր չէին հիշում այն տանջանքները, որոնց ենթարկվել են իրենց ծնողները։ Դանիացի միսիոներուհի քույր Մարչերը եղավ կառավարության խարբերտում հիմնած նման մի որբանոցում եւ զարմացավ, թե որքան խնամված էին որբանոցի 700 երեխաներ։ Բայց մի քանի օր անց, երբ նա կրկին այցելեց որբանոց, տեսավ, որ 700 որբերից մնացել են 13-ը, մյուսները անետացել են։ Պարզվեց, որ երեխաները տարել են ծով գլիչ եւ խեղդամահ, որտեղ 15 թվականի ամռանը խեղդամահ էին արվել տասնյակ հազարավոր հայեր։ Հարկ է արձանագրել, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ հայ որբերի տարան քրդերը, թուրքերը եւ արաբները։ Նրանք որդեգրեցին հայ երեխաներին եւ իսլամացրեցին։ Ոչ որբանոցներում եւս ինչպես անտրայվորբանոցում հայ երեխաները իսլամացրեցին։ Օրվա խորհուրդը ներկայացրեց Նինո Ծմինդայի մշակույթի ու սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանը։ Ամբոխը լուռ էր, քարացած ինչպես որդեկորուս մայրը, լուռ ինչպես այն հուշաքարը, որը խորհրդանշում է 1915 թվականի ջարդերը, իսկ երկինքը լալիս էր։